Արագածոտնի մարզում խորհրդավոր Արա լեռան լանջին է գտնվում Հայաստանի ամենահայտնի ու յուրօրինակ ժայռափոր ուխտատեղիներից մեկը՝ Ծաղկևանքը։ Սա մի վայր է, որտեղ բնության լռությունը, լեռան վեհությունն ու քրիստոնեական հավատքը միահյուսվել են, ստեղծելով բուժիչ և խաղաղ մի հանգրվան։ Ծաղկևանքը այլ կերպ անվանում են նաև Վարվարայի մատուռ։ Գրական աղբյուրներում և ակադեմիական տեքստերում սրբուհու անունը հաճախ հանդիպում է հունական տառադարձությամբ՝ Վարվարա, սակայն ժողովրդական ավանդույթի մեջ և Ծաղկևանքի ուխտավորների շրջանում արմատացած է առավել հնչեղ Սուրբ Վարվարա տարբերակը։ Իսկ Արա լեռը ոչ միայն բնական հուշարձան է, այլև հայոց պատմության ու դիցաբանության կարևորագույն խորհրդանիշներից մեկը։ Ըստ ավանդության, լեռը կոչվել է հայոց թագավոր Արա Գեղեցիկի անունով։ Եթե նայեք լեռանը հեռվից, կտեսնեք, որ լեռնագագաթները հիշեցնում են պառկած հսկայի՝ Արա Գեղեցիկի մարմինը, լեռան գագաթը նրա քիթն է, իսկ հյուսիսային հատվածը՝ ոտքերը։ Արա լեռը հարուստ է էնդեմիկ բույսերով և կենդանական աշխարհով։ Այստեղ գրանցված են բույսերի ավելի քան 650 տեսակներ, որոնցից շատերը դեղաբույսեր են։ Հենց այս հարուստ բուսականությունն ու ծաղիկների առատությունն են տվել սրբավայրին իր անունը՝ Ծաղկևանք։ Ծաղկևանքը միայն տեսարժան վայր չէ, այն խորը հոգևոր և բնական փորձառություն է։ Ասում են, որ Ծաղկևանքի աղբյուրից հոսող ջուրը սուրբ է և բուժում է։ Քարանձավի առաստաղից կաթացող ջուրը հարուստ է ցինկի բարձր պարունակությամբ։ Ջուրը քարանձավի վերին մասից կաթիլ առ կաթիլ լցվում է հատուկ քարե ավազանի մեջ։